Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք անչափ համեղ եւ փքուն ալադիներ, որը միշտ ստացվում է ընտիր եւ մեկ անգամ փորձելուց հետո այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։ Ես չափաբաժինները ավելացրել եմ 3 անգամ, սովորաբար 1 ձվով են պատրաստում, բայց ես պատրաստել եմ 3 ձվով։ Ավելացնում եմ 130 գրամ շաքարավազ եւ կհարենք այնքան ժամանակ, մինչեւ որ այսպիսի տեսք ունենա։ Ավելացնում ենք 350 գրամ թթվասեր եւ 100 գրամ մածուն։ Կխառնենք այնքան ժամանակ, մինչեւ որ տեսնում եք, ահա բոլոր բաղադրիչները մի լավ խառնված են։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլ, կարող եք ավելացնել հեղուկ վանիլ, այս անգամ այսպիսի վանիլ եմ օգտագործել շաքարային, դուք օգտագործեք ձեր նախընտրած վանիլը։ Այստեղ ունեմ 370 գրամ ալյուր, արդեն իսկ նախապես մաղով անց եմ կացրել, ավելացնում եմ 1 թեյի գթալ սոդա, մի լավ կխառնեմ եւ քիչ-քիչ կավելացնեմ այս մասային։ Միանգամից մի ավելացրեք, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Ահա վերջում այսպիսի տեսք պետք է ունենա խմորը, ծորուն խմոր չէ, մի քիչ պինդ խմոր է ստացվում։ Նախապես թավան մի լավ տաքացնում ենք, այնուհետև ավելացնում ենք 30 մլ բուսայուղ, երբ որ տեսնում ենք, որ բուսայուղն էլ է տաքացել, արդեն ավելացնում ենք խմորը։ Այսպես գթալ, վերցնում ենք խմորից եւ ավելացնում բուսայուղին։ Ընթացքում այնպես անենք, որպեսզի գեղեցիկ տեսքը պահպանվի։ Ճիշտ է, շատ ժամանակ շրջելուց կարող է մի փոքր պատերին կամ կողքերին խմոր լինել, բայց պետք է այնպես անենք, որ կարողանանք ավելի գեղեցիկ ձևով աշխատել։ Այստեղ շատ կարևոր պայման, պետք է կափարիչը դնենք եւ փակենք, որպեսզի մեր ալադիկները ավելի փքուն եւ համեղ ստացվեն։ Հիմա մի րոպե անց արդեն իսկ պետք է շրջենք, եթե տեսնում ենք, որ այսպիսի գեղեցիկ երանգ է ստացել մեր ալադիները, շրջում ենք, մյուս կողմն ենք թխում։ Շրջելուց հետո կրկին կափարիչով փակում ենք, որպեսզի ներսը լավ թխված լինի։ Փքուն ալադիների գաղտնիքներից մեկը հենց դա է, որ կափարիչով ենք թխում։ Ահա, երբ որ պատրաստ է, տեղափոխում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա եւ հերթով մնացածը նույնպես կթխենք։ Արագ պատրաստվող եւ շատ համեղ բաղադրատոմս է, երբ որ շատ համեղ ինչ-որ մի բան ենք ուզում, որ լինի արագ, անպայման պատրաստում եմ ալադիները։ Պատրաստվում է 10 րոպեում եւ շատ համեղ է։ Դուք էլ պատրաստեք հենց այս բաղադրատոմսով, հաստատ գոհ կմնաք բաղադրատոմսից եւ այն կդառնա ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը։ Եթե ընթացքում տեսնում եք, որ բուսայուղը ավելի քիչ է, կարող եք մի փոքր ավելացնել եւ շարունակել թխելը։ Ահա եւ գեղեցիկ, փքուն եւ շատ համեղ ալադիները պատրաստ են։ Իդեպ իմ YouTube-յան ալիքում կարող եք գտնել ալադիների տարբեր բաղադրատոմսեր։ Նույնիսկ ունեմ առանց գլյուտենի պատրաստվող ալադիների բաղադրատոմս։ Կարող եք գտնել իմ YouTube-յան ալիքում։ Ահա եւ տեղափոխեցի մատուցվող ափսե, կարող եք շաքարի փոշի ցանել վրան, բայց մեր տան անդամները սիրում են առանց շաքարի փոշի տարբերակով, դրա համար ես չավելացրեցի, իսկ եթե դուք նախընտրում եք շաքարի փոշի, ապա ավելացրեք։ Տեսեք ինչպես է թխվել, ներսը շատ փափուկ է եւ համեղ։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, եթե առաջին անգամ եք իմ ալիքում, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի ստանաք ծանոթություն իմ նոր տեսանյութերի։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։